Բարև ձեզ։ Այսօր մենք Շիրակի մարզի Ջրաձոր բնակավայրում ենք։ Ջրաձոր բնակավայրը պետք է տեղափոխվի կապսի շինարարության պատճառով։ Այդ լուրը ստանալու պես բոլոր լրատվականները, բոլոր հանրային ծառայությունները քննարկում են միայն տեղափոխության հարցը, շինության հարցը, բայց մենք եկել ենք այստեղ, որ վեր հանենք Ջրաձորի պատմությունը, Ջրաձորի հիմնադրումը, Ջրաձորի կենցաղ ու մշակույթը, ավանդազրույցները, քանի որ դա է վտանգված։ Եվ եկեք միասին տեսնենք, թե ինչ է կատարվում Ջրաձորում այսօր։ Այս գերեզմանոցը գյուղի 5 գերեզմանոցն է, 5 գերեզմաններ այդպես է կոչվում, այս մեր Բերդի սարի վրա, ու գյուղի հիմնադիրներն են հիմնականում այստեղ թաղված, գյուղը հիմնադրվել է 1825-28 թվականներին, այդ ժամանակ եկել են առաջի տները, ու մեծերի պատմելով նաև առաջի եկողներից մեկը եղել է Մանոյենց Պոլավուրդ անունով մեկը, Մանոյենցից է եղել, գյուղի ազգություններից մեկն է, ու այդ Պոլավուրդն է եկել առաջինը, ու իրանից հետո սկսել են այն մնացածը գալը, ու գյուղի, այսպես ասենք, հիմնական մեծ մասը բասենցիներ են, Բասեն գավառից եկած, ու այդ կանի մեջ նաև մեկ տուն մշեցիներ են, որը ավելի ուշ է միացել գյուղին 1800 թվականի վերջերին, որտեղ գյուղը այսպես փուլ առ փուլ են եկել գյուղի բնակիչները, եւ այդպես ձևավորվել է այս մեր գյուղը, բայց արդեն 1830-ական թվականների վերջերին գյուղը նաև եկեղեցին է ունեցել, կառուցվել է եկեղեցին, որովհետև բնակչությունը գալով հիմնվելով նաև կառուցել են եկեղեցի, այդ եկեղեցին հիմա մենք գնանք, ճիշտ է ինքը խոնարհված է այս պահին, բայց այն հիմնական խորանի եւ մնացած մասերը երևում է։ Եվ այս 5 գերեզմանոցը նաև եկեղեցին իրանք ներառված են նաև պատմամշակութային, այսպես կոթողների ցանկում։ Այստեղ հիմնականը հիմնադիրներն են, հա։ Գյուղի այն 5 գերեզմանոցը 9 ապողներն ու շատ լավ։ Գեղը ունեցել է տարբեր, այսպես ասենք, դեմքեր եւ դրական եւ բացասական նաեւ կերպարներով, ճիշտ է ժամանակ մարդիկ այսպես ավելի շատ վախով են նայել, մինաս ենք ունեցել գյուղի, մինասը մեկ ավելի չար է եղել կերպարով կամ իր գործողություններով ու գողաց է, թալան է, մարդկանց ստիպետար է, ու պատմություններից ներկայացում էր Տեր դրանց յապնջին ինչ ձևով է տարել, կտրե իր հակով է դարձել, որովհետև ինքը մանր մարդ է եղել, բայց ավելի շատ բան է, գողացել է, տարել է, ու հարմարեցրել է իրան, հետո մամայիս պաբի, հորական պաբի, երինջն դե տարե մորտ է, հետո պատմում եմ, որ նաև աշկի ունեցել Տեր դրանց հարսի վրա, ուզեցել է բալուլին տանելով, նաև հարսին տանել, երտկից թել է իջծել է, բալուլին իրավորոցկով վերև է քաշոր հարսը դուրս կա, բայց հարսը նամուս ու պատվով է եղել, դուրս չի եկել, ու այդպես այդ տեսակի բաներ, հետո նաև են տարբեր գյուղերում է եղել իրապես մարդիկ էլ, իր անգերները, որոնք էլի նույն բաներով են զբաղված եղել, մարդկանցից թալ է, տարե, այն ժամանակվա կողերն են եղել, կիսած, այդպես գործողություններ է եղել, հետո պատմություն կար հողմիգից էլ է եղել իրապես մեկը, հրավիրել են հարսնիկ, այդ հարսնիկի ժամանակ, երբ որ մինասը սկսել է շաբաշ տալը նվագողներն է եղել են կապսից, մարմաշենից, այդ գյուղերից, նվագել են, շաբաշ են տվել, ոգևորվել են, լեցիկ է տեսև ոգևորվել, այն ժամանակ իլի այդպես են ասում էր բարբարով հողմիգին, ու լեցիկ է ոգևորվել, լավ շաբաշ են տվել հարսնիկին, ու վերջում, երբ որ ելել են արդեն հարսնիկը պրձել է, մինասցել է, ես նվագողներին ճամփ գտնել,
գիտեն որ մինասի ճամփուտն էլի ինչ հետևանք ունենա էլի ու բեր այդտեղ սինորի ծորքսենք մեր կողմի այդ վարչական բաժնող տարածքը այդտեղ այդ ծորի մոտ թալել ես Հա դա իլեցոցել նավագոներին էլ հետ էլի այդքան բան ունեցինք Աֆերիստություն էլի այդպես մինասս համ միլեցոնց է համ նավագոներին Նույնիսկ գյուղի վերևի հատվածն է ինքը վերջի տարիներին է կառուցվել, ճանապարհը կառուցելուց կամ այնտեղ ֆուտբոլի դաշտը կար։ Երբ որ սկսել են քանդելը, դպրոցի ֆուտբոլի դաշտն էր։ Այդ ժամանակ սկսել են գերեզմանոցների հայտ գալ։ Այդ գերեզմանոցներն երբ որ սկսել են քանդել ու տրակտորը աշխատել է, այդ ոսկորները դուրս գալուց հետո հետագայում եկան այստեղ 80-ական թվականներին պեղումներ իրականացրին, իրանք ավելի շատ հռոմեական ժամանակաշրջանի գերեզմանոցներ են, որովհետև այդ ժամանակաշրջանի թաղման ծեսերով, ձևերով էր իրականացված, յուրատեսակ, ու այս հատվածն էլ նորից պեղումներ է իրականացվել, վերևի հատվածներում գտնվան տարբեր իրեղեն աբացույցներ, որ այստեղ նաև եղել են հռոմեացիներ կամ հունական, այսպես ասենք, ծագումնաբանությամբ մարդկանց գերեզմաններ։ Այս 88-ի ավիրվածներն է, հա։ Հիմնականում այս տանտերերը իրանք հիմա արեգնադեմ են։ Հա, տները մնացին այդպես քանդվան կամ իրանք եկան քանդեցին տարան։ Հին հատվածներն էլ իրանք երկրաշարժի ժամանակ ավելի շատ քանդվան։ Այս ոտքի ճամփեկը մեծերը մեր նախնիները անվանել են սոխախներ։ Այս տարբեր գյուղից վերևից իջնող կամ գյուղի տայից միացող այդպես ոտքի ճամփեկն են էլի։ Սոխախներ, հա։ Հա։ Բայց միջև հիմա երիտասարդության մեջ այդ բառերը կան։ Հա, կան, կիրառողներ կան։ Հա։ Այ համի մենք խոնարհված եկեղեցու մենք ինչ պատմես մի փոքր։ Եկեղեցին ըստ հիշադակումների ինքը հիմնադրվել է 1830-ական թվականների կեսերից 35-38-ական թվականներին, այդպես է թվագրվում։ Ու ակտիվ գործել է եկեղեցին, եկեղեցու այսպես քահանաները գյուղից են եղել, տերդերանք, հետո տարբեր ազգություններից նաև կան քահանաներ, ում այսպես տանը հիմի սրբատեղիում պահպանվել է թե իրանց այդպես շորերից մասունքներ, գրքեր, որոնք օգտագործել են։ Ու եկեղեցին մինչև 1930-ական թվականները, մինչև այդ կուլակաթափության կոլեկտիվների ձևավորումը ինքը որպես եկեղեցի է գործել, իսկ այդ թվականներից դարել է կոլխոզին որպես պահեստ։ Ու խոնարհվել է եկեղեցին, հետագայում արդեն որպես ճարտարապետական կոթող, այսպես այդ հնությունների վարչություն կար խորհրդային շրջանում, իրանք եկել այստեղ քարերից տարել են։ Որ թվերին մոտարապես։ Մոտարապես 70-80-ական թվականներին եկել համարակալե տարել իբր վերականգնման նպատակով կամ բան, ու այդպես հիմնականում քանդվավ ու այս մասը ինքը ինչ որ նախնական տեսքով եղել է, պահպանվել է խորանա ավանդատների մասը, ու ամեն տարի մաքրվում է, բայց այս տարի մի քիչ եղանակը բարենպաստ է ու անընդհատ այդ գյուղացիներով եք հավաքվում, հա, գյուղացիներով, դպրոցականները, երեխաները այս ակտիվ մասնակցում են, մաքրում են խոդից, քարից, այս քանդված մասերից, այստեղ Նագրդության ավազանն է պահպանված,
Ավանդույթ կա հավաքվին դիպարդադիր։ Չէ, գիշորը ցանկության օրվա մեջ որոշել։ Ով որ ցանկություն ունեցել է, եկել է։ Գյուղում ավանդույթ չի էլի։ Հա, որովհետև այդ խորհրդային շրջանում որ նաև կրոնն է արկելված եղեք, այդ կրոնամեժության շրջանում մարդիկ որբիսի դες աչքի չգնային եւ բան, դες մեր եկեղեցու անվան հետ է նաև կապված մեր Սարի Սուրբը, Սուրբ Գևորգ։ Այդպես է կոչվում, որտեղ մեր եկեղեցին է կոչվում Սուրբ Գևորգ։ Մարդիկ հիմնականում Սարը գնացել են ընդեղ են աղոթքարը, սրբատեղի են կառուցել ու մոմեն վառը եւ տարբեր առիթներ, նաեւ այդ եկեղեցական տոներին սրբատեղի են այցելել Սարը։ Հա, բայց տենց կոնկրետ ուխտագնացություն օր ունի գյուղը։ Չէ, գյուղը չունի այդպես կոնկրետ օրեր, մարդիկ ուղղակի այսպես հարմար տոնական օրերի կամ բան գնում են։ Ավանդության պես հիմնականում ովքեր զինվորագրվում են գնում են ծառայության, իրանք են բարձրանում Սար կամ այս ամառվա օրերին, երբ որ գյուղից դուրս գնացած մարդիկ, ով որ այսպես ապրել են գյուղում, հիմա բնակվում են տարբեր տեղերում, գալիս շատ են այցելում սրբատեղի Սարը։ Շատ լավ։ Ես էլ մեր գյուղի եկեղեցու մասը։ Ինքը բազիլիկ եկեղեցի եղել, այսպես ակտիվ գործել է մինչև 1920-ական թվականները։ Բայց այստեղ միջոցառումներ, բաներ լինում են։ Միջոցառումներ չէ, միայն 2000-ական թվականների 10 թվերին այստեղ խոնարհված եկեղեցիներին թեմի առաջնորդը իրականացրեց պատարագ, այն նպատակով որ կգտնվեն նաև մարդիկ, ովքեր ցանկություն կունենան հովանավորել, ֆինանսավորել եկեղեցու վերականգնման մասով։ Այդ մասին էլ մարդիկ խոսք գնալը չէր լինում, որտեղ գյուղը տեղափոխման խնդիր ուներ, եկեղեցու մասով այսպես տարբեր տարատեսակ կարծիքներ էր հնչում, որ եթե գյուղը տեղափոխվի եկեղեցու վերականգնման մասով, այդքան էլ ուշադրություն չէին դարձնում։ Այդ տեղափոխության հետ կապված ջուրը միջև ուր է հասնելու։ Հա, երբ 90 միլիոնի խոսքը ներգրում, ջուրը պետք է լիներ հենց այս եկեղեցու հատվածին մոտ։ Հա։ 90 միլիոն, այսինքն ամբողջ ծավալով կառուցելու դեպքում, բայց եթե ճարամբարը կառուցում է փոքր ծավալով, արդեն 60 միլիոնը կամ ավելի փոքր 25 միլիոնը, այդ դեպքում այստեղ վտանգ չի սպառնում, բայց գյուղը տեղափոխվում է, գյուղը չի մնում։ Եվ հետևաբար Քավոք սերդի երևի թե եկեղեցին այսպես էլ կմնա այլի։ Կարող է գտնվեն բարերարներ, հուսով ենք կունենանք, որոնք ցանկություն կունենան վերականգնելու եկեղեցին։ Լավ։ Այստեղ մեզնից ցախ հատվածում գտնվում է ակումբի շենքներ, ակումբ գրադարան, այս հիմա մարդիկ օգտագործում են որպես իրանց համար մառան, գտնվում էր այդտեղ գրադարանը, փոքր սենյակում, բայց շատ ճոխ գրադարան ունենք, որտեղ մարդիկ օգտվում են գրականությունից, մեր գյուղի բնակչությունը շատը լավ սիրում են կարդալ, աշխատանքից հետո այցելուների քանակը շատ էր։ Այս բետոնացված հատվածը բեմի հատվածն էր, գյուղը ունի իր, այսպես ասենք, խումբը, թատրոն են կազմակերպում, համերգներ, այն ժամանակ գյուղից գյուղ այցելություններ, համերգներ են, այսպես գնում տարբեր գյուղերում տալիս կամ թատրոն են խաղում, տարբեր միջոցառումներ իրականացում, գյուղը ակտիվ այդ կյանքով ապրում էր։ Այստեղ բեմն է եղել, հա։ Բեմի հատվածն էր, այն ներքևը ինքը մեկիցած, այս բանն էր արդեն դալիճն էր։ Այս են կամաններ, որի մասին խոսում էինք։ Ես գյուղի վարպետներից վարպետ Մուկոն է եղել, ես կամարը կառուցող է ինքնուս, որևէ ինքը կրթություն, ճարտարապետական կամ ճարտարագիտական կրթություն չի ստացել, ուղղակի ես քարտաշ վարպետ է, որը նաև այս կամարան է կառուցել։ Հələ մեկ քիչ ճարտարապետության առումով բարդ կառուցվածք ունի, այն ժամանակվա համար էլ մեկ քիչ դժվար էր կառուցման ձևը։ Այստեղից գլխավոր մուտքն էր։
je me reprendrai et je te quitterai. Մնելով մուտ ծախ հատվածը ագումբն էր, իսկ աչ հատվածում այս շենքը հիմա մարդ է բնակվում, որովհետև շատերի տները երկրաշարժին այսպես վտարային դարձան, մարդիկ եկան այդտեղ ապրան, կոլխոզի գրասենյակ այդպես են ասում, գրասենյակի շենքն էր, կոլխոզի գրասենյակն էր, իսկ կոլխոզն էլ ինքը շատ հայտնի է եղել, գյուղի կոլխոզը, այն ժամանակ միլիոնանոց, միլիոն ռուբլի բյուջեով, որտեղ մեր գյուղի բնակչությունը շատ աշխատասեր, շատ արարող, ստեղծող եւ ուստեղ զբաղվել են տարբեր այն ժամանակ, կոլխոզի ժամանակ մեղվաբուծություն, հողագործություն, անասնապահություն, 70-ական թվականներին շատ ակտիվ զարգացած է եղել թութունի մշակումը այստեղ, հետո դրանից հետո արդեն շաքարի ճակնդեղի արտադրություն, ու շատ հարուստ գյուղ ենք ունեցել, նաև մարդիկ են ժամանակ շատ բերք են ստացել, ինչպես բոլոր կոլխոզներում աշխարհով բերքը բաշխվել է հետագայում։ Գյուղը ինչով զբաղվում հիմնականում։ Հիմա էլ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, ու հողագործությունը վերջի տարիներին շատ քիչ է, որովհետև այդ ոռոգման համակարգեր, բաներ քանդվել են, վտարվել են եւ կամաց կվերականգնվի, մարդիկ զբաղվեն նաև հողագործությամբ։ Ու փոքր, այսպես ասենք, տնամերձ տարածքներում բանջարաբոստանային կուլտուրաներ կարտոֆիլի մշակմամբ հիմնականում զբաղվում են իրաց տների համար։ Բայց այդ հին արտադրանքը, սովետական արտադրանքը չկար Չկա, չէ, այդ մասով չէ, որովհետև ջրովի հողեր չունենք, մարդիկ հետևաբար այդ տարածքներում ակտիվ գյուղատնտեսություն կամ հողագործություն վարելու համար պետք է նաև ունենան ոռոգման տարածքներ, որը չկա։ Հետո գյուղի տեղափոխման հետ կապված նաև այդ բերի հողերից կամ այդ հիմնական հողերը, որի վրա այդ մշակումը իրականացվել է, այդ հողերը կմնան ջրածածկ գոտու տակ կամ անվտանգության գոտու, որը չի մնա։ Այ հիմա սենց ուր ենք քայլում դեպի։ Դե գյուղի մեջն է, գյուղա մեջ հին աղաջն է, որը այս դիմացին է, մեզնից այսպես ծախ, հիմա որ կենանք կմոտենանք գյուղի աղաջն էր, մեր ժամանակ նաև մարդկանց հավաքատեղին, հիմա էլ են հավաքում, բայց այն ժամանակ որ բնակչությունը շատ էր, տարբեր տեղեր են հավաքում, եթե խումբ էլի մեծեր կամ փոքրեր, ճաղճի պատի տակը։ Հիմա որ փորձենք այդ արանքից, որ դու ինքը վտարված է, դեռ քարե աղաջ էր ինքը։ Քարով աղաջն էր։ Malgré toi, en tout cas, je le pense, tu dépenses le bonheur qui vit dans mon cœur. Un jour peut venir demain. Այսինքն բանկ ենք, չէ՞։ Գյուղի հիմնական ժամանակը ցույց կտա ինչպիսի գյուղի ժամանակագրությունը ներկայացնող այսպես կառույց է, տուն է, որտեղ մարդիկ ապրել են, այս քանդված մասը ճիշտ է, հին իր նախնական ժամանակաշրջանի տունն է եղել, նաև պատի վրա գրված է իր կառուցման կամ ըստ երևույթին կառուցման 1931 թիվը, ու այսպես հերթականությամբ ինքին որ զարգացում է ապրել ըստ թվականների, նաև Աշալուսի տունն է։ Աշալուսի։ Ժողովուրդը այդպես ասում, Աշալուսի տունը։ Հետագայում այս խաս քարով շարված կները, ճիշտ է ինքը հող է պատեն, մեջը լիցքը հողից է, ու այն վերջի սենյակները արդեն բետոնացված, զարգացումն է էլի, հա, գյուղի զարգացումն է, այսպես ճարտարապետական։ Հիմա այստեղ էսի գյուղա մեջն է, հա, այս գյուղի մեջն է, այս հատվածը, ներքևի հատվածը, այդ երկրաշարժի ժամանակ հիմնականում այս հատվածում եղավ քանդված, այն որ ներկայացրինք Մանուկյան Գուրգենին, որ Ֆրանսիա
գերեր ենք ինքը իրանց տներն էր այդպես պատալ ենք իրանց ազգությունը այդպես կոչի պատալենց կողոյի տներն էր մեծ ստեղանը այս կողմերը այսպես կողմեր նաև այդ մառաններ եւ այլն ու մեծ տարածք էր զբաղեցնում այս ամենը երկրաշարժի ժամանակ հիմնականում քանդվավ իսկ իրանց այդ տունը նաև դեպի երկրաշարժին վտարված էր բնակության համար ոչ պիտանի էր եւ իրա այսպես ասենք զավակները հիմնականում արեգնադեմում են բնակվում տեղաները են մնացածը արդեն գյուղից դուրս Ես հին տներից է էլի գյուղի, հա։ Ես էլ հին տներից եղեի մի որպես գոմ էի օգտագործում ես էլ սմբատի տունն էր այստեղ Սմբատն էլ հայտնի էր որ ինքը իր գերեզմանը փորեց ժառանգ չուներ էլի ինքը իր այդ գերեզմանի կամ թաղման բոլոր գործողությունները պատրաստի պահել էր որ մարդիկ հետո թաղեն ճիշտ ձևով ճամփու տնեն մարդիկ Ես էլ մեր սրբատեղիներից ամենափերգիչ ժողովուրդը այդպես է ասում ամենափերգիչն եք ու միշտ այցելում են այստեղ ծեր մարդուկին են ավրում Գոգոնու Կարանը ու փոքր հասակից նաև գյուղի բնակչությունը միշտ գալիս են այստեղ մոմ են վառում սրբատեղի է հայտնի է մեր գյուղի բնակիչների համար ու նաև պահպանված իր ճարտարապետական կառուցվածքի ձևով են բողջածածկը կարող ենք նայել թե ինչ ձևով է կառուցված եղել ժամանակվանից Այս ամենափերգիչն է մեր սրբատեղին մարդիկ գալիս իրանց մասունքներ են թողնում սրբատեղի հետ կապված մարդիկ մեծ հավատ ունեն ու շատ էին այցելուները այն ժամանակ նույնիսկ թուրքերը գուկային շիա թուրքերը շորեր գթողային ինչ որ բաներ իրանցից մասունքներ պես մնացել է էլի խաչն է պահպանված ինչ որ նախնական մենք հիշում ենք այստեղ աղոթում մոմ են վառում որպես իրանց սիրելի սրբատեղիներից մեկը ու իր ծածկի հատվածն է յուրատեսակ իր ճարտարապետական տեսքով ու ձևով բողջածածկով որը շատ մարդիկ հետաքրքրված են եղել հնագետներ եկել ուսումնասիրել նկարել ու պահպանված ձևերից մեկը այստեղ ծառայում էր այդ ժամանակ որ ապրում են որպես հացատուն թոնիր կար երբ որ նախքան երկրաշարժի երբ այդ մարդիկ կան արդեն մահացած են Գոգոնու Կարանը երեխային փոքր ենք հիշում ենք Կարանը ինչ որ մոմ գթափեր կաճուճի մեջ այդ մոմ թափելու արարողությունը գուքանք այդ մոմն է գվառեն այստեղ մարդիկ յուրատեսակ տարածք է խորհրդավոր այստեղ իրանքած կթխային հետո այն ժամանակ պահանիկի այդ բանը բացառված էր չէ դե օրինակ ասենք 60-ական թվականների բան յուղը պահանիկ չկար այդ մեծ տղնձից ամանում էին ջուրաբային անդա մարդիկ գլուխ կլավային լողնա բան ստեղ էր սա հետ արարողություն ստեղ կրամատում էին դրած դե այդ կակրազ այդ երկատները այդ կրավատի գլուխներն են
պես իրանք կյանքը անցել Բոդեն է եղել իստեղ։ հավաքատեղ է Հա, տունը, մնալու տունը։ իրանք Հա, որտեղ կրագան է եղել, ջերմությունն է եղել, դե մնացել են, էլի։ Ինքը ծառայել է համ որպես թոնրատուն, համ որպես ննջարան, ամբողջ կենցաղը վարել են հենց այս հատվածներում։ Հիմնականում գյուղի բոլոր տները այս կառուցվածքն են ունեցել։ Գոմինկից, որտեղ օգտագործվել է նաև անասունների այդ Կողքը ջերմությունը, Դեղ նաև օգտագործվել է թոնրի ջերմությունը, այսինքն վառարան կոչվածը ինքը որպես այդպեսին չի եղել։ Հիմնականում այս թոնիրն է եղել տունը ջերուցողը կամ անասունների այդ շունչը, որը ստեղ կողքը բանել ունեն օգտագործվել է որպես ջերուցում։ այսինքն հա քարակա Հա, հետո արդեն որը մի քիչ հնարավորություններ ունեցել օջախ գսենք, բադի մեջ կառուցված այդ պեշկերը, օջախները, այդ հետո մի քիչ արդեն հնարավորություններ ունեցողների համար է, բայց հիմնական մարդկանց համար որպես ջերմություն կամ ջերուցում ապահովող է եղել է թնդիրը։ Հա, դա թնդիրն է, թնդիրի պատմություններից իրանց պապը տիրածու է գիրք է կարդացել թերթ է կարդացել դե դրա տարիքա հասակակից մարդիկ հավաքվել են ինքը կարդացել է այդ 41-45 թվականի այդ պատերազմի դեպքերը բան թերթերով կարդացել է ժողովուրդը լսել է Հա, այդտեղ նստե հեքիաթասացներ են եկել, պատմություններ են պատմվել, նույն այս ծածկերի հետ կապված էլ Ինչ լավ պատմություն քիչ ես տեղից որ լսել ես։ չեմ հիշում այդ ժամանակներին ժամանակ շատ հին ժամանակ։ Հա, լսելներ կպատմեր ես ինչ արդեն այստեղ հին պատմություն կանի հիշեցի այդ պատմությունը կոլխոզի նախագահ է եղել Հովանես անունով։ Հա, Կուսան հավասին թե կույր է եղել, եկել է գյուղի կոլխոզներով միշտ համերգներ են տվել, այն ժամանակ տարածված է եղել, եկել գյուղը համերգ են տվել Հովանեսի հերը Աշակն է եղել, Մերոդի Աշակ են ասել, Գեղացի, մի քիչ սևոտ է եղել ինքը, Մերոդի Աշակ է դրան։ Հա, այս Աշակն էլ դե կոլխոզի նախագահի հերն է տունն է նստած են, այսա հավասուն կանչել են տուն պատիվ տալու էլի։ Դե կանյակ են ունեցել, կանյակ են տվել որպես պատվաժան մարդու Կուսանի դիմավորեն մեկի արախ, հա, ասե երբ որ կսե հավասուն կանյակը գլսեն, դե քիչ է եղել կանյակը, այն մարդն է խմող է Կուսանը, ասել է երևի հայրիկը կանյակ չի խմել, էլի որ իրան շատ հասնի։ Կսե Աշակը գտարնա, կսե դու քոր հալիդ կարաս խմես, ես չեմ կարող։ պես բանություն է Հա, 90-ից երկրաշարժից հետո իրան պես կամացեն քանդվա տեսքով պահպանված հիմնականում երևի մենակ ես է մնացել, այդ հին գյուղի այդ կոլորիտային։ հետո հովանավոր եղավ ուզեր ինչ որ ստեղ վերանորը կերպան իրանց Դες փանջարեկն են եղել, որի մեջ պավել է եղածն է դրվել, պատի Ձետի մեջ։ ճարակ կար այդտեղ Ճարակ է դրվել կամ ունեցածն են դրվել, այդ անունը փանջարա էր։ Հա, այս երտիկները դեն ժամանակ ապագի այդպես դժվար է եղել գյուղական բնակավայրերում ճարել ունենալը, խոդով զամբիլներ են ծարկել։ Խոդով հյուսե, գործե, տապակ, անունը զամբիլ է եղել։ Ու երեխեքը չարություն ենելուց երբ որ մարդիկ թնդիր են կախված եղել տակնալու կամպան, այդ զամբիլը վառել են, վերևից վառած խոդը լցվել է գլխները։ Այդպես պատմություններ իրանց խաղերը։ Մեկը մեկի մեջտեղը կես մետր էր։ Մետրից մեկը այս երթուկների վրա այդ քուղի մետրից մեկը կարայր ազատ էր տա, բայց բաներ ունեն, պես փոքր էլի ծագեր կար, շատերը պաշտպանվել էին, մի չկան արդեն բալել են։ Մեկը մեկին դոր միջոցով կապել են։ Մենք ինչ որ իրանց եղել է ազդանշանային բանել է, ասենք թուրքը գալու բանից, մեկը մեկին հայրնել է։ Հարևանները մեկի հետ կա, պատի է եղել, իպես կառուցված։ Գյուղը տները իրար կված են եղել։ Այն ժամանակ ծամերները խիստ է եղել, դա հնարավորություն չի եղել դուրս գալու կամ բան։ Ինքան ցնկու կար ուստեղ։ Իսկ երտիկներն երեխեքի խաղատեղին է եղել։
Ես փոքր ժամանակ հիշում եմ կան շատ պահպանված երթիկներ, քանի որ ծունը միշտ մակրովիրգ իրանց վրա գարունը բացվելուց ամենաչոր ու ամենահարմար տեղը խաղի այդ երթիկներն էր։ Դա դեսկանքի մարզել։ Բաներ։ Մեր գյուղի վերաբերյալ։ Այս հատվածն էլ գյուղի յատաղն է, մեր բարբարովսած, երբ որ առավոտյան անասուններին հանդ են ճանապարհում, դաշտ, ոչխարի, կովերի, այսպես ասենք, հավաքատեղին, որտեղից ընդհանուր անասունը ճանապարհվում է, հիմնականում հերթով են տանում այդ գործողությունը։ Այդ հերթը գրում, այստեղ ժիրիբյովկա են իրականացնում են, փոքր երեխեն գանել այդ ժիրիբյովկի թղթերը, հետո դիք ցուցակագրեն ու ցուցակի արդեն որը մի ցույց կտանք, այդ ցուցակը մեր մոտ է, ինքն էլ թող դառնա մի հատ պատմություն կամ պատմության հուշատերտ, որի մեջ են տների գլուխների անուններն է, որ ում անունով գրվի գնախրի հերթը, դե կերնակ նկարահանեք, այստեղ թերթի մեկ կողմը ոչխարի հերթն է, 4-րդ հերթը, մենք այդ ժամանակաշրջանն ենք մի, այսինքն ով ունի իրանց կամ մագանուններով կամ անուններով գրվի էլի, որովհետև կրկնվող անունների դեպքում նաև դեմի գրվի մագանունները, այստեղ կովերի ցուցակն է, կովերի հերթերը, այն մյուս կողմի վրա։ Այսինքն 4-րդ ժամանակ, երկրորդ հերթն է, այսինքն մեկ շրջան արդեն գնացել են, երկրորդ շրջանը։ Հա, երկրորդ շրջանը ոչխարները 4-րդն է։ Մեկ ովը մի օրը։ Այդպես է հերթը կամ ոչխարը, երկու ոչխարը մի հերթ ընկերտան։ Հա։ Նու արդեն երկրորդ, երրորդ, 4-րդ շրջաններում էլի, նայած թե ով իշքան ունի։ Ընդհանրենք ունի 4 կով 4 հերթ դերտա, 4 օր դերտա, բայց ըստ ելած ժիրիբյովկի կանոնների համաձայն։ Երեխեք քաշան, հա, գյուղի փոքրերը։ Փոքրերից, որ արդար ծերուն է, որտեղ բան հարամություն ենող չերն է, էլի։ Ոստեղ պավի որ ոստեղ կպայ, որովհետև մարդիկ կուկան այստեղ առավոտները, այստեղ է ամբողջ այդ քննարկումները, կարևոր հարցերի, այստեղ հավաքվին առավոտ ճանապարհելուց հետո մարդիկ կանգնեն, խոսան, քննարկեն։ Բայց այդ գյուղի գլխավոր հարցերը ուտեղ խոսեն, առօրյա հարցեր կան քննարկելու։ Հենց այստեղ։ Էլի այստեղ, հա։ Էսի գյուղի կենտրոնն է, էլի։ Հա, այստեղ արդեն կենտրոնն է, որովհետև այստեղ հավաքվին, այստեղ կնան տեսնեն, այնտեղից հետո արդեն տուն գնալուց հետո ամեն մեկի իր գործերով տար։ Օրինակ աղբյուրի մասին մի քիչ խոսած։ Այդ աղբյուրն է, երբ Գյումրու ջրատարը կառուցվել է 40-ական թվականներին, այն առաջի Ղազանչուի ջրատարները ջրաձորի վարչական տարածքներով է անցնում, այստեղ մեր տարածքներով գյուղի դիմացի հատվածով եւ այս աղբյուրն էլ այդ ժամանակաշրջանում նաև այդ ջրագիծն 40-ականներից, այո, 50-ական թվականներից այս աղբյուրը կա, այս բուրըն է փոխվել առաջ բետոնից էր, հետո փոխվավ արդեն տարավ երկաթից։ Այստեղ նաև ծմերը անասուններին են բերում ջուրը, ջրելու։ Հա։ Նաև օգտվում էին այս ջրից, բայց հիմա քանի որ այսպես սարկացել է մի քիչ տներն են քաշը ջրերը, բայց այս աղբյուրները կան օգտագործվում են։ Էլի հիմնականում այդպես անասուններին ջրելու նպատակով։ Հետո ծմերը։ Հիմա մենք գյուղի կենտրոնում ենք, էլի գյուղի։ Հա, այսպես ասած ճիշտ է գյուղի վերջնամասն է, բայց գյուղի կենտրոնն է ինքը։ Հա։ Մայրս երկար տարիներ աշխատել է ջրաձորի գրադարանում որպես գրադարանավար եւ 70-80-ական թվականներին կազմվեց գյուղի մասնագետների, այսպես պատերազմի մասնագետների եւ զոհվածների ցուցակներ, դե ժամանակ մասնագետները կային, այդպես ակտիվ իրանք կյանքով ապրում էին, իսկ զոհվածների մասին երբևէ հիշատակումներ չէր եղել եւ այդպես կազմվեց գյուղի այն փաստացի բնակվողների, ովքեր որ
կարող էին ներկայացնել կամ ում մասին որ տեղեկատվություն կար իրանց անուն ազգանուններով կազմվել էր ստենդ այդ ժամանակ ունենք նաև ակումբի շենք դեռ երկրաշարժից առաջ քանդված չէր ինքը ակտիվ գործում էր եւ այդ ստենդի համար կազմվեց այս հետեւյալ ցուցակը գյուղի փաստացի բնակվողներից ովքեր գնացել պատերազմին մասնակցել զոհվել են իրանց անուն ազգանուններով այսպես յուրատեսակ հարգանքի տուրքեր իրանց նկատմամբ եւ այդտեղ կարող եմ այդ ցուցակի միջից նշել Մշեցոնցից ավելի շատ մեր ազգությունից իրանց մասին գիտենք Սուկասյանները, Սուկասյան Լևոն, Զավեն, Կեղամ եղբայրներ են, որոնք երեքն էլ գնացել պատերազմ չեն վերադարձել, մահացել են այնտեղ եւ մեր հորողբոր տղեկն են էլի այդպես բաբիս հորողբոր տղեկը 55-ն են, հա, ես ճիշտ նկատեցի, 55-ն են փաստացի 55-ն են, ու ստեղ անուն ազգանուններով մենք ազգություններով կարող ենք ավելի շատ հիշադակենք իրանց, որտեղ գյուղը այն դեռևս երբ որ եկեք գյուղը հիմնադրվել է, ազգություններով են եկել իմ մարդիկ ու այստեղ նշված մարդիկ իրանք մշեցոնց են օրինակ այնտեղ կան նաև բանը Օսեբեն կամ Արչոենք այդպես են կոչվում էլի ազգությունները իրանց այսպես կարդում ենք մենք ազգանուններով արդեն հետևաբար այդ համամասնորեն նաև իրանց մասին կարող ենք հիշադակել ու այս ցուցակի միջից Եթե ցուցակի մեջ ներառված չէ Արամ Վարդանյան անունը, որովհետև երբ մենք գրականությունը կարդում ենք, իր մասին հիշադակում են Արամ Վարդանյանը, որը հերոսի կոչում ուներ, ճիշտ է իր կենսագրականի մեջ նշվում է Ջրաձոր Ջալապ ավելի շատ այն ժամանակ գյուղը կոչվել է Ջալապ, ինքը ծնունդով Ջալաբից է, բայց ինքը Ջալաբից չի եղել, ինքը Գախտագանի երեխա եղել, երբ մայրը եկել է այստեղ, դեռևս ծնված չի եղել, այստեղ է ծնվել Արամը եւ իր ծննդականի մեջ գրվել է Ջալապ, բայց ինքը որևէ կապ չունեցի կամ այս ազգերի հետ կամ գյուղի հետ, ուղղակի Գախտագանի երեխա եղել, մայրը Գախտե եկել է այստեղ ու ունեցել է Արամին, այդ դպրոցն է կոչվում էր Արամ Վարդանյանի անվանով, Ավան, այսպես եւ նաեւ այս մարդկանց միջից այդ ժամանակ Ես հայտնի պատերազմի մասնակիցներ, ովքեր արժանացել են բազմաթիվ այսպես շքանշանների ու պատվի, Ստեփան Աբրահամյան, իշքան հիշում եմ, բաբայից քերիներ, Պեպո են ասում, իրան ինքը Կերչի պատվավոր քաղաքացի էր, եւ հետո նաև դրանից հետո ինքը, ինչպես ասենք, զբաղեցրել է տարբեր պետական պաշտոններ, նաև զբաղեցրել է Անդրկովկասի քայի վարչության պետի պաշտոնը, ճանապարհային ոստիկանության այդպես էր կոչվում, շատ մարդիկ այստեղ այս ցուցակի միջից նաև հայտնի են եղել գյուղում մասնակցել են պատերազմին, զոհվել են, նաև շատ մարդիկ կան, ովքեր երկար տարիներ մեր կոլխոզի նախագահան, իմ հորքուրիս ամուսինը Ստալինգրադի պատերազմին էր մասնակցել, վիրավորվել էր, եկել այստեղ երկար տարիներ, շատ պատերազմից հետո տարբեր գյուղերում նաև կոլխոզի նախագահ, հետո վերջում արդեն գյուղի կոլխոզի, հետո նաև սովխոզի նախագահ, Ադամյան Սիրեգանը, Վարդանյան Պարուր մամայիս քերիներ, ինքն էլի կոլխոզի նախագահ եղել, Քետի, Սալուտ, էլի մասնակցել է, ինքն է պատերազմի մասնագիծ էր, Մգրչյան Մատևոս կար, ով նաև այդպես ակտիվ էր եղել պատերազմի ընթացքում, վիրավորվել էր, հետեր եկել, աշխատում էր, ապրում էր գյուղում, 70-ական թվականներին համարյա այդ սերունդը իրար հետևից կամաց գնացին մինչև 90-ականներին ու այս գյուղի մասնակիցներից էլ չունեինք մարդիկ։ Հիմնականում
Այսպես մեր գյուղի մասնակցությունը հայրենական մեծ պատերազմի։ Այսօր մենք շրջայց կատարեցինք Շիրակի մարզի Ջրաձոր բնակավայրում, որը շուտով անցնելու է ջրատակ կապսի շինարարության պատճառով, բայց չի կարող ջրատակ անցնել այս գյուղի սովորությունները, ավանդույթները եւ մշակույթը։